Գևորգ Պապոյանը պատրաստ է առաջինն ուտել նոր լոգիստիկ ուղիով Ադրբեջանով ու Վրաստանով ներմուծված ցորենի հացը։ Այսպես էր էկոնոմիկայի նախարար նորեր առաջ պատասխանել Facebook-յան մի օգտատիրոջ, որը հարցրել էր նախարարն ինչ գիտի, որ այդ ցորենը թունավոր չէ։ Համացանցում տարածված սկրինը մեկնաբանել է նաև Պապոյանը։ Իմիջայլոց այս ռուսական երրորդ կարգի ցորենը, որի մասին նշել էր քաղաքացին, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց ու բոլորս կերել ենք, ու ինչպես տեսնում եք, ոչ մեկ չի թունավորվել։ Իսկ ղազախական չորրորդ կարգի ցորենն ուտելու մասին գրառումներ չկան։ Պարզվում է Ակտա ու Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան մտածն իրականում անասնակեր է, 1000 տոննա կշռով։ Պապոյանի տեղակալին զարմացնում է հարցը, թե ինչու է մեր երկիր չորրորդ կարգի ցորեն ներկրվել։ Ցորենը ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, կաթ կամ Ճանապարհների դիվերսիֆիկացիան արդեն լավ է, ասում է փոխնախարարը։ Ավելի վաղ նրա վերադասն Ադրբեջանով ու Վրաստանով բեռների մուտքը պատմական էր որակել։ Այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Չորրորդ կարգի ցորենի անհրաժեշտություն մեր երկիրն ունի, գյուղատնտես Հարություն Մնացականյանն է ասում։ Այդքան թռչնաբուծական ֆաբրիկաներ ունենք, այդքան անասնաֆերմաներ ունենք, իսկ տեղական ցորենը բավարարում է ընդհանուր պահանջարկի 18-ից մինչև 30% կախված տարվանից, կախված ցանքերի քանակից, հետևաբար այդ պահանջարկը կար։ Ղազախստանի սննդի պայմանագրերի կորպորացիան ցորենի կայուն մատակարարմամբ հետաքրքրված հայ գործընկերների հետ բանակցությունների մեջ է։ Չեն բացառում, որ հացահատիկի առաքումները նոր լոգիստիկ ճանապարհով կավելանան, սակայն աշնանային անձրևների պատճառով այս տարի Ղազախստանում ցորենի որակական ցուցանիշների անկում է գրանցվել։ Բերքի 40%-ը ցածրակարգ է։ Որոշ հաշվարկներով Ղազախստանը հացահատիկի արտադրությամբ 6 խոշոր երկրների ցանկում է, տարեկան 6.5 միլիոն տոննա ցորեն է արտադրում։ Մասնագետը կարծում է, որ երկաթուղով ցորենի ներկրումը կարճաժամկետ կամ միջնաժամկետ կլինի, քանի որ այնքան էլ շահավետ չէ։ Ցորենի շահութաբերության մակարդակը բավականին ցածր է, գործարարները 2-3% շահույթի տակ են աշխատում, այսպես ասած, եւ երբ որ Վլադիկավկազից ցորենը բեռնատարով գալիս է 2 օրում, 2 օր հետո արդեն այդ ցորենը իրացնելուց այդ նույն գումարը կարելի է մի քանի անգամ շրջապտույտի մեջ դնել, երկաթուղային ճանապարհով գալիս է 10-ից 20-25 օրում։ Իսկ ռուսական ցորենը բարձրակարգ է, ասում է Պապոյանի տեղակալը։ Մեր երկրում վաճառվող 3 հացից 2-ը հենց ռուսական ցորենից է։ Ռուսական կողմը հայտնել է, որ մինչև 2026-ի հունվարի վերջ նույն ճանապարհով Հայաստան կհասնի 132 վագոն ցորեն։ Ադրբեջանով հայկական բեռների հնարավոր արտահանման հարցում Հարություն Մնացականյանը մտահոգություն ունի։ Ցանկացած երկիր խուսափում է իր թշնամի երկրով արտահանում կազմակերպել, որովհետև դու քո թշնամուն ինվոյսների եւ այլ փաստաթղթերի տեսքով տրամադրում ես քո ամբողջ բիզնես գաղտնիքը, արդեն թշնամական երկրիդ համապատասխան մարմիններ երբ որ ստուգում են, իրանք արդեն մանավանդ այդ արտահանման հետ կապված արդեն իմանում են դու ինչ ապրանք ես մատակարարում, ում ես մատակարարում, ինչ գնով ես մատակարարում եւ իրանք սկսեն նույնից արտադրել, նույն որակը ստանալ եւ իրենք մատակարարել այդ երկրներին։ Մեր երկիրը տարեկան 400,000 տոննայից ավելի ցորեն է սպառում, մոտ 150,000-ը տեղական արտադրության։ Վերջին 10 տարվա տվյալով Հայաստանում ցորենի արտադրությունը նվազում է։ Հացահատիկի ինքնաբավության մակարդակը կազմում է 27.9%։ Դա ժամանակին լրացվում էր նաև Արցախից հասնող ցորենով։ 2019-ին շուրջ 50,000 տոննա հացահատիկ եւ հատիկան դեղեն է բերվել Արցախից։ 2020-ի պատերազմից հետո չի ներկրվել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։